Լույս հարգելի ժողովուրդ, եթերում է հանրային ձայն հաղորդաշարի հուլիսի 8-ի հերթական թողարկումը։ Մինչ թողարկումը սկսելը, պետք է ասեմ, որ Քրիստինե Հալաջան ուրին դեղի ներախոսով նստած է մեր ձախ կողմում, ինչպես ես Քրիստիկ։ Ոտնին կցուկ, տեղի ներախոս տապուրետքի վրա դրուկ։ Ну, տապուրետկա որն ասեն, սիրուն, սեղանիկա, զավթարել է Քրիստիկն ու գալուկը, նախատել սենց լուսավորություն է կախույք։ Ճաշակի զարգանում ենք։ Так, ուժային կառույցների ներկայացուցիչները պարոն Արթուր Դավթյան, պարոն Աբազյան, Վայե Ղազարյան, պարոն Արգիշ Քյարամյան, գեներալ Մարտ, Անդոյ, ուրին տեղում է, Մալչիկ պա իմինի Սասոն, նայր իր վայրում է և այսպես սկսենք ներսրավիրել մեր հյուրերին այսօրվա։ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյան 26 ապրիլի 2022 թվականի ավտովթարից մահացած հղի կնոջ հարազատնի թողեք տոներ զգան так, ստեղով է գմենք արտգործնախարարություն Արաբատ так, Գագիկ Ծառուկյան Так, աշխատակազմի ղեկավար Նիկոլի, ասեք թե դե գոնես, դա դդում։ Կետոնական բանկի նախագահ Խաչատուր Սուքյասյան, դրանք կետոներ զգան, խոսքը վերաբերվելու է Հայ-Էկոնոմ բանկին։ Սևոգուլիկ, Պորնիկ Բալիկ, Տիգրան Ավենյան, գլխավոր դատախազը ստեղան արդեն, Վահե Հակոբյան, են մետալուրգ Գանդոն, ուսուցչուհի Սուրեն Պապիկյան և ինչ-որ մի հատ Ավետիս Ավակյան, այժմ քանակեր Զեյթունի, ապուրինի շինարարության, դեմ պայքարի, բաժնի պետա, քակի պետա, մեկել էդի։ Хорошо, вся семья в сборе. Ռոզիգնուրա Սպասենք թող մոտենա Սպասենք թող մոտենա Так, ուզում եմ հիմա սկսենք բողոքներից հարգելի ժողովուրդ, հետո կանադառնանք թեմաներին Մեզ ահազանգել էին Ելփին գյուղի բնակիչնի և ասում են Պարոն Ղուկասյան, Ելփին գյուղ, ադրբեջանցիք ռմբակոծել, ինչ-որ բանով են կրակել, չգիտեմ, գաուբեցով, մաուբեցով, ինչ-որ, կուրմնակալի բռնի, թե ինչ եղել, ես չգիտեմ։ Մետեր եղել, ես ուզում եմ դիմեմ Ելփին գյուղի, այստեղ մաջալ եմ, որ չզանգեն էտ անգերուին, ալո, թողեք, ես քանի անգամ պահակին պիտի բացատրեմ, որ թողեք թող բարձանա վերև էտ կնգան։ Մարդը խետնա, մարդու խետ Հեսական մտիներ սաղ թեման կշեղի, կծարի մեջ է կայնի գրախ Ուրեմն, ես ուզում եմ դիմեմ Ելփին գյուղի բնակիչներին Ելփինի գյուղի բնակչություն Դուք ընտրել եք ում Նիկոլ Փաշինյանին 90%-ով ձեր գյուղում անցել է Նիկոլ Փաշինյանը Ուստի դուք պետք է հարմարվեք առաջիկա տարիների ընթացքում այն բոլորի այդ իրավիճակների, որը որ ձեր հետ բնապատահելու է։ Հիմա դուք ընտրում եք Նիկոլին, բայց ասում եք հանրային ձայն, մեր գյուղը ռմբակոծել են թուրքերն։ Ընտրել եք, վայելեք, ինչ եք ուզում ինձանից։ Ես ոնց որ ասել եմ բանը Վեդինա, չէ, Վեդինա գտնվում բանը սանկցիաների տակ, մենք չենք բարձրաձայնը ոչ մի բան, ունել բանից ոչ մի Ելփինից, ռմբակոծել են։ Համակերպվեք, ձեր բարեկամ ադրբեջանցիներն են, դուք ընտրել եք իրանց, անցանք առաջ։ Так,
Ուրա Աղջեկա հլը սրա մտնել են նայք հլը սրա ցիլոն նայք հլը սրա շորը նայք հլը սրա գրացիան նայք հլը սրա շողոքորտերը աղջես ինձ ցիլոյա շեժվիզվիսու բլվայ իպասանցմլոտ դու իսինատու ես դրամ աղջի կրկրվես դու ջրից հեռու հլը սրա ներս մտնել շարժուն աբազյան հլը նայ պատու Тия, судьба, говори, աղջեսի շան Մուշեղ իշտվել էտ նա երքեք մարդու կնի Դրական լիցքեր զգում է Հլը դուստեր նայի շան Ես էտ ֆեյսբուքի միջի ցիլոնա, կոպենձը, էտ բանան մանան Արի Մուշեղ իշտում դենեսկի Լոպոնիմյա իտի, վերջոցո, ես պասկոթորին եմ Այս հեսբի, սրա նազանքը, ճեմանքը, էտա ֆակտուրեն, էտա գործողություն, հեզություն Տունք հանդում, անդո չկա, անդո մերրելա Վայ աղազարան բզի Այդ քո ֆեյսբուքի նկարը որ դրել էր այդ կրուասան դեմը դեպիսավ որ մի հարեիք, չէ, բանալով Վերջացավ, վերջ, ետ չկամ, ես այս ռոտարոյ երկի պակ մարել եմ Անցանք առաջ, սենց հեզանք, սենց ես չգիտեմ, լրիվ լացողուրի Այդ ցիլոն վերջնո, ցիլոն, դու ցիլոն ու ժուդիր Չկամ, սիսի ճանım Չվերնես, սախարնեց յա, հլանդե նային, բայաղազարանի ճանım Եղաչեղազ է դա խաղım Խորնեց, ժժնեց, ովիրեց, անցանք առաջ Նորուչ Շատ հետաքրքիր բան բողոք հաստացել հանրային ձայնը, որը վերաբերվում է Ավետիս Ավակյան, արգելի ժողովուրդ։ Կենտ թաղապետը ուրա, ասում եմ թաղապետը, քաղաքապետը, ռուզիկ, ես քեզ թաղեմ։ Ուրա քաղաքապետը։ Ուրեմն Ավետիս Ավակյանը ժողովուրդը բարձրացնում են ասում են պարոն Ղուկասյան եղել է Աջափնյակում ապօրինի շինությունների դեմ պայքարի բաժնի պետ ոտքի կայնի Գանդոն Իա կառավարման օրոք ասում դուք հիշում եք որ Աջափնյակում եկան խանութներ քանդեցին չգիտեմ ապօրինի շինություններ եւ այլն այս ամենը եղել է ոչ կառուցված այս մարդու բարձր հովանու ներքո հանի շպրտին դուրս այս գաղպարկղին Հիմա ասում տարել են, տեղավորել են ուրդե քանակեր Զեյթունի թաղապետարան նույն պաշտոնի վրա։ Այսինքն մի մարդ, որը որ մեկ այլ համայնքում իրեն չի արդարացրել քակելագործի մեջ, հանեկցել են դուրս, հիմա էլ վերցրել են մի քիչ խախանդվել է, հանդարտվել է, դասն է, չէ, բազան դուս դե նայ դուրուզիկ էլ մի նայ։ Խախանդվել է, ինչ արել, նորից վերցրել տարել են, նշանակել են նույն բան պաշտոնի վրա ասում են տղա ջան ծածցրա նույնությամբ եւ անձնավորությունը նույնությամբ անամա քանի որ գնաց խոսք թաղապետարաններից եւ այլից համացանցում ինձ ուղարկեցին բան ԿՊԱ-ականները ասում են բան պարոն Ղուկասյան հələ մեր բոզի տղուն նայ եթե խոմ ես չեմ ասում այդ ասում են ԿՊԱ-ականները ասում են մեր բոզի տղուն նայ Տիգրան Ավինյանը տարածել է հայտարարություն ուզում է ասի посмотрите я тоже ռուզիկ գրել է ինձ անհասկանալի պատճառներով մի շարք անձինք տվյալ դեպքում ես եւ ԶԼՄ-ները ես չգիտեմ որ ԶԼՄ-ներն են ինտենսիվ պատրաստում են Երևանու ավականու արտահերտ ընտրությունների Էդի ասմա Տիգրան Ավինյանը Արնանտամի Լավանդան
Ասում եմ հայտարարում է, որ ընտրությունները տեղի ունենալու 2023 թվականի աշնանը եւ չհայտարարված պատերազմին դուրս եկել ինձ հետ։ Էդի սենց ոնց որ միանգամից ասի Վարդան Ղուկասյան, լսի, պրոստը քանի որ այդ կապ լոջիկ չունի, սենց չերեզներով դիվանագի տակ թե Վարդան Ղուկասյան անուն տալը խիստ վտանգավոր է։ Ես ուզում եմ դիմեմ այդ նարկոմանին։ Լսի Ավինյան, կոչված Արնանթամի լավանդա, այդ Սոֆիա Ռոտարո, որ երկում է ռուզիկս, որ մտավ այդ լավանդան, էդի քեզ է վերաբերվում, բայց ափսոս այդ ծաղիկը, բայց դու Արնանթամի ծաղիկ ես, խորոպ, ուրեմն, ատենց մի խոսա, այս չգիտեմ իշոր, այդ ձեր կապական սայտերով, մայտերով եւ այլն, ես քեզ ասել եմ, այդքան լավ տղա ես, համարցակ, ուզում ես դառնաս քաղաքապետ, հələ ինձ ասում, բա ինչի սկսե թաղապետարանները սաղ փոխել, նանես, սաղ քո մարդկանց ես բերեմ խորճկեմ, եթե դու պայքարի չես պատրաստվում, ղախպինգ, ես քեզ հրավիրում եմ հեռուստա դեբատի, մի թեկնածու դու ես ելնելու, մի թեկնածու ես եմ ելնելու, արի մեն նստենք, ենես մի հատ կուլտուրական մարդ կա, կոչվում է Համլետ Ղուշան, իմ ստուդիայից վախում ես հասկնում եմ, գնա Համլետ Ղուշանի մոտ, ինսուլինը հետըտ, գնա նստի հասկանանք, հլը տենակ, մկա դու վան ես, այ հետանցքի ճիճու, ասկարիտ, որ դու հել ասում, մի հատ էլ ասում, ուզում ասի, я посмотрите, я тоже осетрина, մեդանա կծեմ, դու անգամ խաբար չես, որ հենց կո նույն կպայի մեջ, նույն կպականները ոնց են ուզում խորոպեն բենիտ մեջ, ադուշի, այ խորխաբեր բոզի տղա, դու ստեն այ ասում, ինձ անհասկանալի պատճառներով, ուզում ես հասկանաս, խտրեմ, Քրիստիկս պատրաստ է քեզ հասկացնելու, ծլիկով ապտակ կերած կաս, բոզի տղա, քրիստիկի ծլիկներ հետի մի հատ ես չգիտեմ ինչա, սարմատ ռակետ, ուզում ես քաղաքապետ, խնդրեմ, հրավիրում եմ, ես քեզ սիստեմատիկաբար հիշեցնելու եմ, եթե դու այդ կան տղամարդ կաս, մի հարի գալբյուրաղ, անցնենք առաջ, մի հատ լուր հարգելի ժողովուրդ, ուրեմն այս գիշեր Արթուր Դավթյան վերաբերվում է ձեզ, ունեք մի հատ դատախոս, Գևորգ Պետրոսյանի հալալ զուլալ աղբերն է, որ վեկալը մեզ ես կիսես, չես տարբերի, որն է Գևորգը, որն է այդ անձը, անը չեմ ուզում տա, գիշերով ինձ ահազանգում են ոստիկանությունը, վայղազերան, քոնոնք, ասում են պարոն Ղուկասյան, մենք քաքի մեջ ենք, ասի ինչի պատախի, բանից պարզվում է, որ Գևորգ Պետրոսյանի դատախազ եղբայրը, հարբած, հետ անցքը կորցրած վիճակը, վարել է ավտոմեքենա, այս նոր ի հայտ եկած ոստիկաններն էլ կանգնացրել են, մարդը մեքենայից իջել է, ձեռքը տարել է ընդհուպ զենքին, քֆուր, քյաֆար, դեզ, դե հարբացա, չգիտի ինչ անը, ոստիկանությունը կիրառել է հատուկ միջոց, արցունկաբեր գազը փչեկիտու բենին, ձեռնաշղթաներով բերման է ենթարկել ոստիկանություն, լավ են արել, բայց քննչականը որոշում է կայացրել ձերբակալել, էդ էլ լավ է, բայց Արթուր Դավթյան Երևան քաղաքի քո դատախազը կամ դատախազությունը թույլ չի տվել, որպեսզի դատախազ Պետրոսյանը ձերբակալվի։ Ես հարց եմ ուզում տամ ձեզ, Արթուր Դավթյան, դուք ուզում եք կառուցել, դուք դատախազ եք, չէ, օրենքի երկիր։ Օրենքի երկրում նշանակություն ունի ղեկին հարբած ովա նստած դատախազ, բուժքույր, սանիտար կա, Տիգրան Ավինյան, թե Վարդան Ղուկասյան։ Ես իմ տեսակետը ասեմ, երբ որ Վարդան Ղուկասյանն աշխատում է ռազմական ոստիկանությունում եւ ներքին անվտանգությունում ՄՎԴ, ու հանկարծ իմ գոլեգաները, իմ անձամբ կարող եք հարցնել, բռնվում էին հարբած մեքենա քշելուց,
Վարդան Ղուկասյանը ոչ մի, այսպես ասած, պաշտպանողական գործողություն չէր ցավալում, ասում էր ընդհակառակը պատժեք։ Դրա համար ինձ իմ կոլեկտիվում չէին սիրում։ Ասում են դու տղա չես, դու մեզի բռնել ես տալը։ Ասում եմ Գանդոն, որ հարբած նստում ես քաշում ես։ Ու գնացիր մեկի ճակատագրի հետ խաղացիր։ Հլնեմ բենիտ, այդ ժամանակ ինչ ալնելու։ Այդ մարդը որ մեռավ, քո նման Գանդոնի բանը պատճառով ինչա լինելու, ես հարց եմ տալի։ Մի լգի արա։ Եթե պիտի լգես ու նստես ռուլին, մի լգի։ Քո տան մեջ դուրը փագի, կուզես լգի, կուզես ուռի, կուզես ծակվի, կուզես սատկի, ինչ ուզում ես արա, բայց լգած նստում ես մեքենայի ղեկին եւ խաղում ես ուրիշի ճակատագրի հետ, հա։ Ինձ դրա համար չի սիրում։ Իմ ամենամոտ մարդուն է խմելու համար ես որ բերանը մեկ եմ արել։ Մի հատ կար կոմիտասի Գանդոն, չեմ ուզում անտամ։ Իմացողներն իմացան։ Եվ ես ուզում եմ հասկանամ, ինձ հետաքրքիր է, այս նոր դատախազը որ գալու է, նորից նույն ձև, պահելու է ձեր ոռը, ինձ հետաքրքիր է։ Ես մի հատ բան հիմիկվանից հայտարարեմ բոլոր վայորդների համար։ Վարդան Ղուկասյանի նախընտրական ծրագրի մեջ անպայման լինելու է այդ կետը, որ հետ այսու ոստիկանությունը օրենքը մտցնելու եմ ես, մեքենան կանգնացնելու ժամանակ վարորդը մեքենայից իջնելու իրավունք չունի։ Վարորդը պիտի Եվրոպայի եւ ԱՄՆ-ի նման ձեռները դնի ղեկին եւ սպասի մինչեւ ոստիկանը իրան մոտենան։ Ոչ մի հակաճառել, ոչ մի իհարկե բարձրացնելով ոստիկանության մակարդակը, նաեւ կրթական ես դա էլ եմ ուզում ասեմ։ Որ վարորդը, որ քաղաքացին փորձեց մատով դիպչել ոստիկանության աշխատակցին, ոնց որ Ես ինքերբան Պետրոսյան բան կոչված որ փորձել է քաշ քշել, բրթել, հրել եւ այլն, անպայման կիրառել հատուկ միջոց, անթոփ մարտական զենք։ Դա ես չգիտեմ, ոստիկանական պետությունը ստեղծում է սանում ենան, բայց եթե այդքան վատնա ոստիկանական բան պետությունը, ինչի եք 3000 եվրո փոք տալով վիզա ստանում Իտալիայի դեսպանատանից ու չամադաններդ առած վազում Եվրոպա, Եվրոպայից մի մասը փախնում է Ամերիկա։ Եթե դուք չեք սիրում ոստիկանական պետություն, բայց չեք փախնում։ Փախնում եք, որովհետև երկրում օրենք չկա։ Որովհետև միտինգների ժամանակ ընկեր ոստիկանը չգիտի իան ոնց պայի, ընկեր քաղաքացիներ թռնամա ոստիկաների քիթու բենին։ Պատգամավոր կլնի, դատախազ կլնի, դատավոր կլնի, բուժքույր կլնի, թե սանիտարկա կլնի, մեքենայից իջնելու իրավունք չունի։ Խամաս նստել է մեքենայի ռուլին վարումը, հերն անիցել։ Это потенциальный киллер։ Վերջի վերջում դա պիտի հասկանա այս ժողովուրդը, թե չէ, Արթուր Դավթյան։ Բայց դույն ոստիկանության աշխատողը վաղը մյուսօր ո՞նց է նայելու հենց ձեզ, որ հարբած դատախազին բերման են ենթարկում, դատախազին, որի ծակը կորցրած։ Չի գտնեմ, չգիտիկ բենովա քական թե որով։ Ուտես նստել է ղեկին ու կարա գնա դառնա որպես բանը կամիգաձե։ Տորպեդա այն դեմից եկող կամ դեմից քայլող անմեղ քաղաքացու համար։ Ու դու որպես գլխավոր դատախազ քո դատախազին բացես թողում, լավ տղություն եք անում, հա։ Դուք հասկանում եք, որ դուք խաղում եք մարդկանց ճակատագրերի հետ։ Խմելա չեմ դինստի մեքենային վերջ։ Ով ուզում ալի։ Ասում եմ, իմ կոլեկտիվից դա համար չես սիրում։ Ես խմած իմ աշխատողին եթե բռնում էի իմ կոլեկտիվից, ման փորն էի տալım։ Ու լավ էի անում։ Լգելես չպիտի քշես։ Դաժե մի բաժակ։ Հետո ասեն օրենքի երկիր, բայց գլխավոր դատախազ ես, օրենքի երկիր ես ուզում ստեղծել, հասկացանք, էդ ամես քաքի մեջ ենք ընկել։ Շնորհակալություն Վայղազարյանին եւ իր ոստիկանությանը, որ նորմալ ձևով բռնե բերման են ենթարկել։ Այլ ուրիշ հարց, որ դատախազությունը թողել է։ Ուժի մեջ մտած նոր քրեական օրենսգրքով ոստիկանության լիազորությունները կտրուկ սահմանափակվել են։ Արագեշտի հինակ մալադեց։ Ամենավերջի հայոյանքները դատախազալով տվել է սաղին։
Բայց դա գանդոն չի։ Ու այդ մարդը պետք է շարունակի աշխատել օրենք պաշտպանել։ Հա։ Լգել ես քո դունը լգի արա։ Ուրա։ Ինչ վերաբերվում է այդ Իտալիայի դեսպանատան հետ կապված այդ վիզաները 2000, 3000 եվրո, 4000 եվրո ներժումով եւ այլն։ Պարոն Աբազյան։ Ձեր աշխատակիցները պիտի որ ճանաչեն Ոմն Մարատ, որը նախկինում աշխատել է Իտալիայի դեսպանատանը։ Հիմա էտույ պաշտոնի վրա նշանակել է Իաս Սանիգնա, Քավորնա, ինչ չգիտեմ, ինչն է, Ոմն Սաթիկի։ Սաթիկ Հովիկ ամուսինը։ Այս մարդիկ իրականացնում են վիզայի գործ։ Մերժված գործերը 4000 եվրո։ Հովանավորներն են ԱԱՑ-ից Հրաչ Եգանյան եւ Ոմն Եսայի։ Նշեք ձեր մոտ։ Այս սա է բանը խնդիրը։ Եթե մենք այդքան վատ երկիր ունենք, ընջեք, ասիկան չեք սիրեմ այդ օրենք ինչի եք փախնում գնում Եվրոպաները, Գերմանիաները, Ֆրանսիաները, նամանավանդ Ամերիկա, Մեքսիկոյով ճանկռվելով գալիս եք, որ ինչի համար, հանունը, որովհետև սա այսպես կոչված ամերիկան օրենքի երկիր է։ Նույնն էլ, ասեք միշտ, կամ նույն բանը, եթե դու Ռուսաստանում աներ կպրծնեիր, այ քեզի բան։ Ասենք առաջ, հարգելի ժողովուրդ, կառավարության նիստերի ժամանակ շոշափվեց մի հատ հարց, այնտեղ Շանգրիլա, Մանգրիլա, Դեզդեն, ինձ անդադար հոդված ուղարկում էին, ինչ որ բանը կառավարությունը ներել է 4 միլիարդ 2 միլիոն դրամ Գագիկ Ծառուկյանին, ինչ կառավարությունն է փակում, հետո բան պարզվա, որ ոչ մեկ ոչ մի բան չի բան փակում, ուղղակի իրանց գրած ակտը շրջերեցին եւ այլն, դա անցանք։ Բացվում է Շանգրիլան։ Բացվում է Շանգրիլան, հասկացանք, բայց դրա հետ մեկտեղ մեկ այլ հատված ես արձանագրեցի, որտեղ ընկեր վարչապետ Նիկոլ Փաշինյան կոչվածը գրլմա տոտոների, աջարապետների, վիվարոների, գուդվինների հետ կապված, արգելելով դրանց գովազները։ Հանրայնական հաղորդաշարը մի անգամ չի անդրադարձել դրան, այդ թեմաներին, որ սա փողոցը մետրոպոլիտենը եւ այլն ողողվել է, եւ վերջապես Նիկոլ կոչվածս հետևողական եղավ եւ արգելեց, որ այլևս չպիտի փողոցներում լինի նմանատիպ գովազդներ, չգիտեմ, Գուդվին, Մուդվին, Քակի գլուխ եւ այլն։ Բայց ամենահետաքրքիրը նա է, որ դիտելով տեսանյութը, որտեղ որ ընկեր Նիկոլը դիտողություն կենե տեղական ինքնակառավարման մարմնի ոստիկանություն, Աբազյան եւ այլն, ես մի պահ կառավարության նիստի մեջ տեսա հանրային ձայնի նիստը։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, եթե Նիկոլը ընդօրինակում է հանրային ձայնին, գոնե ինչ-որ մի դրական բան կա, բայց գեղեցիկը նա կլինի ընկեր Նիկոլ, որ ընդօրինակելուց բացի, դու նաեւ հետեւողական լինես, ոչ թե ասիր ու անցավ, որ չպիտի փողոցում տենանք Տոտո, Գուդվին, Վիվարո, ես ինչ կարող ու սև ցավ։ Այդպես չպիտի լինի։ Եվ շատ ճիշտ կլներ, որ օգտվեիր հանրային ձայնի բառապաշարից, որովհետև երբ որ կոտա ինքնակառավարման, տարածքային ինքնակառավարման մարմինն է, կամ մարմինը, օրենքը գրած պեչատած, որ չպիտի լինի գովազդ, բայց տեղադրում են Վիվարո, դու թե պիտի արդեն օգտվեիր բառապաշարից, ասեիր այլ փմբուկ ծածող։ Ես չեմ օրենք չկա արգելել բեթա, ջեթա, ինչ խերը գալողը, ես ինչ է նշանակը։ Այդ ժամանակ ընկեր Նիկողայոս ընդօրինակելով եւ ճիշտ ուղով գնալով հանրային ձայնի մինչեւ ընտրություններ գոնե դու կարողացի մի փոքր այս երկրի համար մեկ քիչ դրական բան անել։ Հասկանամ ես։ Էդի լավ, որովհետեւ ես այդպես զգում եմ։ Եվ սա էլ հանրային ձայնի հաղթանակներից է, որ այսպես կոչված այդ խաղակակացրերի ոչ մի գովազդը վերջնականապես արգելվեց, բայց խնդիրը նա է, որ այդ ամեր գագո հոկտեմբերի 1-ից բացում է կազինոն, Շանգրիլա։ Գիտեք ինչ, ես միշտ դեմ եմ եղել ցանկացած կազինոյի, Շանգրիլա կլինի, չգիտեմ, փմբուկլար կլինի, ինչ ուզում ալնի։
Հայաստանի Հանրապետությունում կազինո չպիտի լինի։ Հայաստանի Հանրապետությունը այդ երկիրը չի, որ իա այս պայդրությամբ քաղաքացին կարողանա իրան թույլ տալ գնա եւ խաղա կազինո։ Եթե որևիցե մեկը խաղում է կազինո, խաղում է պետական միջոցներով կամ ընտանիքի բենից կտրելով։ Ես նույնիսկ եմ ասում, իմ նախընտրական ծրագրի մեջ լինելու է ցանկացած խաղատուն, չգիտեմ, տոտո, մոտո, գուդվին, շանգրիլա, մանգրիլա, դրանը կմեն փակվելու են։ Ոչ մի ինտերնետային կապի միջոցով պիտի մշակվի այնպիսի ծրագիր, որ դրանք անգամ բանով կապի միջոցով չկարողանան գործել։ Այդ փակվել, հիմնովին փակել։ Ուզում ես խաղաս, գնա ուրիշ երկիր, գնա հասի Բաթումի խաղա, հəl կնավոր ես այդտեղ։ Կամ Բաքու։ Ես դեմ եմ։ Բանը ժողովուրդը դիմում է կապված Telcel ընկերության հետ, որը պատկանում է Խաչատուր Սուքասյան, որ Telcel-ի վրա մենք փոխանցում ենք գումար, 1500 դրամով ուզում ենք լիսկալորենք հեռախոս, 1000-ը նստում է, 500-ը կորում է։ Ուզում եմ դիմեմ հարգելի ժողովրդին, հարգելի ժողովուրդ, աշխատեք չօգտվել Telcel-ից, առհասարակ, ուրիշ ձև լիսկավորեք ձեր հեռախոսները։ Բայց հիմա հարցը Telcel-ը չի։ Ես ուզում եմ շատ կարևոր թեմայով տարածել հայտարարություն։ Նամանավանդ այն քաղաքացիների վերաբերվում, ովքեր ունեն Հայ Էկոնոմ բանկի քարտեր։ Հարգելի ժողովուրդ, ուրեմն հանրային ձայն հաղորդաշարի բարեկամները արտերկրից, հարևան երկրներից շատ կարևորագույն տեղեկություն են փոխանցել հանրային ձայնին։ Բանից պարզվում է, որ Հայ Էկոնոմ բանկի բոլոր քարտատերերի մասին տեղեկությունները, քարտի բոլոր տվյալներով Հայ Էկոնոմ բանկը, այդպես կարող եմ ասել, կամ Խաչատուր կամ Սուքասյանների ընտանիքը տրամադրել է մեր հարևան երկրին, Ադրբեջան, պարոն Աբազյան։ Հիմա կասեն լկտի սուտա, ատենց բան չկա։ Բա լավ։ Ուրեմն, որպիսի նմանատիպ արտահայտություններ չհնչեն, դոգը մուտիտա անն եւ այլն, YouTube-յան էֆիրի ժամանակ մենք տեղադրելու ենք 50 քարտապանի տվյալներ, քարտային տվյալներով, այսինքն անուն, ազգանունը, քարտի տրման ամիսամսաթիվը ես փակել եմ, որպեսզի չկարողանան քարտից փող քաշել, եւ քարտի համարը։ Նաեւ փակել ենք այն CVD կոդ եք ասում, ինչ եք ասում, նաեւ դա, որպեսզի ոչ մի կերպով չկարողանան այդ մարդիկ դժվել։ Յուրաքանչյուր հաղորդման ժամանակ մենք 50-100-ով կցուցադրենք այդ մարդկանց անուն ազգանունները։ Հատ-հատ, իաս քարտի համարն է, անուն ազգանունը, ամսաթիվը քարտի մինչև երբ բան պիտանի, այդ CVD կոդն ասեմ, չգիտեմ ինչ են ասում, դա փակել եմ, դա առասարակ չեն դրել։ Իսկ ամիս ամսաթիվն էլ փակել ենք կարմիր բանով, նշաձողով։ Որպեսզի հանկարծ ոչ մեկ դա չմտածի։ Այս ամբողջ տեղեկատվությունը գտնվում է հարևան երկրի տիրապետության տակ, ավելի կոնկրետ ադրբեջանական կենտրոնական բանկի։ Բայց մեկ այլ երկրի բարեկամ մարդիկ մեզ ասեցին, խնդրեմ, մենք ձեզ պատրաստ ենք տրամադրելու այդ ցուցակը, տվյալները, որոնք որ գտնվում է Ադրբեջանի կենտրոնական բանկի տիրապետության տակ։ Իսկ այն քաղաքացիները, ովքեր, կարող եք դու մի քաղաքացի ասի, ես չեմ հավատում, լկտի սուտ, խնդրեմ, կապնվում է հանրային ձայն հաղորդաշարի հետ, ասում եմ, ես Հայ Էկոնոմ բանկի հաճախորդ եմ, ունեմ քարտ։ Ասում է անուն, ազգանուն, հայրանունը, կամ անուն, ազգանունը, եւ քարտի տրման ամսաթիվը։ Ապացուցելու համար այդ քարտից մենք կքաշենք 10 կամ $5, $5։ Հետո այդ $5-ը կարող գնա բանից ինքը ստանա
Գայ Պողոտա 2-ից։ Որպեսզի հանգարց հետո չասեն Վարդան Ղուկասյանը մուտիտ էր անում։ Այսինքն Հայ Էկոնոմ բանկի հարգելի հաճախորդներ, ովքեր որ ունեն քարտեր, ձեր քարտային տվյալները ամբողջությամբ հասանելի է հարևան երկրին։ Այդ թվում նաև ուժային կառույցների ծառայողների քարտային բոլոր տվյալները, այսինքն հարևան երկիրը տեսնում է գնդապետես ինչ էս ինչանը, ինչ վարկային պատմություն ունի, ինչքան գումար ունի, ինչ առավ, ոնց առավ եւ այլն եւ այլն։ Ուստի ես ձեզ հորդորում եմ մտածեք ձեր անվտանգության մասին եւ չգիտեմ ձեր քարտերն եք հետ տալի, հաշիվն եք փակում, ինչ եք անում արդեն դուք գիտեք։ Այն որ ասում է նաշը ձելը предупредить։ Եթե YouTube-յան էֆիրի ժամանակ ամենայն մանրամասնությամբ դուք կտեսնեք ձեր քարտային տվյալները։ Անցանք առաջ։ Սևուկ ուլիկ Պորնիկ Բալիկը բիզին դիրարեց օրթոպեդիայի ինստիտուտը, նևրոզների կլինիկան եւ այլն։ Ասում է մենք այդ գույքը ծախում ենք, գումարը գնալու է առողջապահության ֆոնդի լավացմանը։ Մենք նևրոզներ չունենք, օրթոպեդիկ հիվանդներ չունենք, ոչ մի բան չունենք, թող այդ տեղի կենտրոններում եւ այլն։ Օրթոպեդիայի, նևրոզների եւ այլ նմանատիպ փակվող կլինիկաների ժողովուրդ մե աղազանգում, մե բարձրաձայնում։ Ես էլ ասում եմ, ապրի Սևուկ ուլիկ Պորնիկ Բալիկ։ Առողջապահության աշխատակիցներ, ում եք ձեր ձայնը տվել։ Նիկոլ Փաշինյան, վայելեք։ Աղջապրես, տեսել ինչ հիվանդանոց կա, հանրապետական հիվանդանոց, սրտաբանական ինստիտուտ, սաղ փագի, սաղ ծոխի, մեզ առողջապահություն պետք չի, մենք հիվանդ չունենք, դաշ, պրծով, կնոց։ Շատ կարճ։ Մետալուրգ Գանդոն, վայ, ոտք, վայ, ոտքի, ուրեմն շատ հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել։ Մենք գիտենք, որ բերդում նստած է ոմն Չիկո Գասպարյան Արամ, որը Վայ Հակոբյանի տեխնազորի պետն ա եղել, անվտանգության պետն ա եղել եւ այլն։ Մոտ ժամանակները, ինչ որ 3 ա եղել, չեմ հիշում, նա եղել, երբ ա եղել, կարևոր չի, մարդու տեսակի մասին եմ ես խոսում։ Գասպարյան Արամին ա վերաբերվում։ Զրույցի ժամանակ ասել են, թե մի բանով այս տղային օգնենք, վերջերջո ինվալիդ ա, հաշվանդամ ա, նստած ա եւ այլն։ Ոնց անենք օգնենք։ Ինչա պատասխան է Վահե Բոզի տղային։ Գրել են, ասում ա բոմժ էր, ոչ շոր ուներ, ոչ կոշիկ ուներ, ոչ տուն ուներ, բերեցի սարկեցի տնատեր, շորատեր, Ստեֆանո Ռիչից էր առևտուր անում, էդ արդեն չի կոք իմանա, ինքը Ստեֆանո Ռիչիցը առևտուր արե, թե չգիտեմ, second hand-ից, առևտուր արե, չգիտեր, որ մի օր էլ պիտի այս ձև լիներ, այսինքն են, որ ասում են, թե Չիկոն անմեղ տեղնա նստած, Չիկոն ինչի համար է նստած, Չիկոն չգիտեմ ինչի համար է եւ այլն եւ այլն, արդյունքում երևում է, որ Չիկոն լավ էլ մի բանի համար ոչ եմ նստած է, բայց ամբողջ խնդիրը նա է, որ երբ որ թմիցդ մեկը գնում է, այն մյուս անդամներն այլևս ասում են մենք գործ չունենք սրա հետ, գնաց։ Հուսով եմ Չիկոն այս տեղեկության մասին բացի ինձանից կլսի նաև իր հարազատներից եւ ընկերներից, ովքեր որ այս հարցը բարձրաձայնել են։ Այսպիսին է այս մարդկանց պատկերը։ Այսինքն, ասում են քխի չգիտեր, թե ինքը ինչ անում եւ այդ ինչա տեղի ունենալու։ Այսօր Չիկո ջան, քո հետևից եկող չկա։ Դաժանամ, շատ դաժանամ։
Ես չգիտեի, ստեղ մենք թեմա ունենք։ Էտա բանը Գագոսել հատիս սարի վրա տեղադրելու է Հիսուս Քրիստոսի արձան, ինձ ասում են Վարդան Ղուկասյան, Գագոն արձանը տեղադրում է հատիսի վրա։ Դոսում տեղադրում է, բայց ինչ անի։ Տեղադրում ես Գագոժան, տեղադրի։ Ես հուսամ, որ սեյսմիկ կայունությունը պինդ կլինի եւ այդ արձանը մի գեղեցիկ օր չի բլի։ Ախր ես գիտեմ, դե ես բանը ստեղ թեմա ունեմ։ Մենք հիշում ենք հարգելի ժողովուրդ, ապրիլի 26-ին 2022 թվականին տեղի ունեցավ ավտովթար, այսինքն ներողություն, վրաերթ, TTP, որի ժամանակ զոհվեց, մահացավ, ոնց անվանենք, դա վախճանվեց եւ այլն, հղի աղջիկ, հղի կին։ Երբ որ այդ ժամանակ Վարդան Ղուկասյանը թեման բարձրաձայնեց, եւ ոչ միայն Վարդան Ղուկասյանը, օբյեկտիվության համար պետք է ասել նաեւ մի շարք լրատվամիջոցներ, այդ տիկնոջ, այդպես ասեմ, հարազատները, հայրը նամանավանդ, ասեց իմ աղջկա թեման մի քաղաքականացրեք, դա եւ չգիտեմ, մի շոշափի, դա քաղաքականության հետ չի վերաբերում եւ այլն եւ այլն։ Այսինքն այդ աղջիկը Սոնալ չեր ընկել Նիկոլ Փաշինյանի էսկորդի կամ կորտեջի տակ, այլ չգիտեմ, այդ աղջկան մեքենայի տակ բանը գցել էր մեր հարևան Ջանոն։ Իա Մոսկվիչով 412։ Մի քաղաքականացեք։ Անցավ մի բան պերիոդ, հանդարտվեցին, ոչ մի աղմուկ, ոչ մի բան, թեման կարծես թե սո մարավ։ Եվ հանկարծ, եթե չեմ սխալվում, Թագուհին վերցրել է տպել է հոդված, որտեղ Սոնայի հարազատները, գրել է հարազատները, այսինքն չի նշում ծնողները, հարազատները, ես կասեմ խի, դիմել են Հայաստանում ԱՄՆ դեսպանին, դիմել են Գերմանիայի Բունդեսթագ եւ դիմել են Թագուհի Թովմասյանին, որ մետերեղի այդ բանը գայիշնիկը Բայղազարյան չի կանոնավորված մինչև օրս։ Հիմա ես ուզում եմ հարց տալ այդ աղջկա հարազատներին, շատ ներողություն։ Հայաստանի քաղաքամայր Երևանի փողոցներից մեկում, դրա դեպքում Լեո, մարդը ընկնում է ավտոյի տակ կամ գցում են ավտոյի տակ, դրա հետ Գերմանիայի Բունդեսթագը ինչ կապ ունի։ Ասում եք չքաղաքականացնել, դուք ոչ թե քաղաքականացրեցիք, դուք հարցը հանեցիք միջազգային արենա։ Այսինքն Բունդեսթագը պիտի թողի իր քաք ու ծերը, որ խառնվել, ժժլվել են իրեն Ուկրաինայի հարցով եղել են մոր մեջ, ասի կայնեք, իշհայզե, մենք պիտի քննարկենք Լեոյի փողոցի հարցը, մի հատ հաղի կնկա, որ գցել են ավտոյի տակ մեռելա, ինչ որ մի հատ գայիշ, էլ խնդիր չկա, ընդեն բանը Բրիտանիայի բոզիտղեն հրաժարական տվեց, ոչ թե ռուսները միջումը դրին հանի մկցին դուրս, Գերմանիա, Ֆրանսիա խառնվել իրար, են Ուկրաինան ասում են մի կռվի, են Ուկրաինան ասում է չգիտեմ, բրիտանացիք ասում են չկռվի, այդ սաղ Երուսաղեմի մեջ գազի խնդիր, ջրի խնդիր տուդա սուդա, եւ հանկարծ մեկ էլ Հայաստանից գալման նամակ, ասում են գեր Բունդեսթագ, attention, Achtung, Achtung, ich heiße բոզիտղեք, չգիտեմ, եկեք մետեր եղեք, բայց ես ուզում եմ հարց տամ, բա ասեմ եք մի քաղաքական ասեք, այդ խի գնացիք հասակ Բունդեսթագ, կամ ԱՄՆ դեսպանին դիմել եք, որ ինչ հանի ԱՄՆ դեսպանը Արգիշնա, Արթուր Դավթյաննա, Նիկոլնա, ինչ հանի ԱՄՆ դեսպանը, որ ձեր հարցին կամ աղջկան ավելի շուտ, գցել են մեքենայի տակ, բա ասեմ եք մի քաղաքականացրեք, հարց, ստեղից է ու գրում է հարազատները, չի գրում, Թագուհին կոնկրետ չի գրում, ով, հարազատներից, ով, դվայուրըտնի մորքուրի մարդու կերու կնիգնել է հարազատ, բայց ով, հարազատները, այսինքն հերը լեգալ է, ինկասատրնեք է կայն է չամադանովիչը տվե գնացել են, հիմա կցեբրել են, որ չէ, մե բան պակասմո, էլի մի բան պիտի առնենք, է փողտվող չկարտեն, չէ, ասում են ձին աղսույք, հարազատները, կերու կնգազ հոկանչը, էտյա գրե, Բունդեսթագ, Թագուհի Թովմասյան, ուրեմն լսի, ես քեզ կատեգորիկ արգելում եմ, աղջիկ ջան,
կնիկ ես աղջիկես, որ դու այս թեման բարձրաձայնես։ Որ լրատվամիջոցը այս սրանց թեման բարձրաձայնես, այդ լրատվամիջոցի խմբագրի որը բերանը ես մեկ եմ անելու, որովհետև ժամանակին երբ որ մենք բարձրաձայնում ենք մարդկային սոլիդարնոստից ելնելով հղի կնիկ ընկել ավտոյի տակ, մեզ ասում են չքարաքականացնեք, ոնց որ թե լավ են ավերոքսել են ավտոյի տակ, արդեն փողը բրծավ, հիմա գնացե հասե Գերմանիա, Բունդեսթագը պիտի ասի what is this, ես ինչ է եղա եւ ալը, Թագուի ես քեզ կատեգորի կարգել եմ, եւ մյուս բոլոր թերթերի խմբագրերին, Աշկովս ընկավ մի հատ հերթի խմբագիր, հանկարծ ու հանկարծ, այս թեման բարձրաձայնելա, որ գայշնիկը չի կալանավորվե կամ հարազատները բողոքեն, այդ խմբագրի տուն ու տեղը սարքելու են սեռական պոլիգոն։ Հիմիկվանից ես զգուշացնում եմ։ Հայաստանի Հանրապետությունում նման ավտովտար տեղի չունեցել։ Խելմա բան էլ է եղազեղան։ Եղել ատես բան։ Չէ, աբազան մարդանքի ավտոյի տակ։ Դու հաղեկանիկ տեսել ես, որ գնա ավտոյի տակ, ալա։ Չկա, չէ, դու խելքով մարդ ես, դες բան եղել, չէ, Արթուր Դավթյանքան նման դեպք, չկա, ոյա, Քանանյան, այդա, մարդ հենգի ավտոյի տակ, խաբար, ատես մի բան կա, չկա, չէ, վերջացա, ատես բան տեղի չունեցի, ով ասի տես բան եղի, խապը, ո, Նիկոլ Փաշինյանը էսկորտ գործեջ, տես բան չունի, Նիկոլ Փաշինյանը Սամակատովա գործե եթը, այդ բոզի տղե է, Ատես հաղիկանիկ էլ չի եղել, մերչացով, այդ գայիշնիկին էլ գործ եք տեղավորն, այդ խեշ մարդուք եք կանեք սեդուս, ինչար, այդ գայիշնիկին ով կլանավորես բոզի տղայա, հիմիկվանից ասում եմ, դատախալություն և քնչական, ով այդ գայիշնիկը ես չգիտեմ հենց վաղվանից ընդունում եք գործի, նորից բերեմ, դանում եք բերեն դիվիտու շավտոյի վերել, Չի եղել ես դեպք, բրծավ, պագավ, ես իկս կզանգեմ այդ բանիտ Ամերիկայի ոչմ, տես բանին պիտասեմ այկնեք, տես բան չի եղել, կես խապեմ են, մեկ լևի փողոն չեք ունես, տես դեպք գոյություն չունի, չքաղականացնել, հիմա կրացացել է Բունդեսթագ, աղջիկոմոտ չի եք է, լսա թագուհի, Այս է ծապետք, որ երբ որ դեմից հասարակությունը մի համուր ոտի կագնավ, պաշտպանելու, բողոքելու, արդարության ձայն բարձրացնել որոշի շկալում այդ բոզի տվեք, սմը չքաղաքականացնել։ Դե տվել էին արդեն, հիմա պրծա փող էլի աուզամ, մի հատ է զանգելա բան, հանրային բան է Արտակ Գալստյանին, ասման չիա դոգը թեման բարձրաձայնը, հələ գանդոնին նայի, հերը, Արտակն էլ է խեշ մարդ է կուլտուրական մարդ, զանգի ասում հերը բողոքմ, ասում եմ աղջիկա թեման խիա բարձրաձայնը, իմ աղջիկն ընկել է Մոսկվիչի տակ, ջանոն էր, հիմա հասել է Բունդեսթագ, Չկարդ ես դեպք, սա պագեք այդ գործը, կսեք, բանետույի տա, բարեք, Են օր ես անադարձել եմ Ստեփանակերտի օդանավակայանին, պարոն Աբազյան, հիշում ես, որ Սերժս պիտի թռնеш ու չթռավ, ինձ զանգում տեղեկացնում ասում են, պարոն Ղուկասյան գիտեք, Ստեփանակերտի օդանավակայանը ունի մոտավորապես 50 աշխատող, ասայսիքն, այդ այրոպորտը մի հատ պահագից ավել բան չպիտի ունենար կամ երկու, 50 աշխատողը որն է, ասում այո, տնօրեններ, փոխտնօրեններ, վարչության պետեր եւ այլն, հավաքարարի աշխատավարձը սկսում է 150,000 դրամից։ Ուզում եմ հասկանամ, չաշխատող օդանավակայանում 50 աշխատող ինչ անում, այս ինչ փողերի լվացում է։ Ոչ գործի են գնան, ոչ բան են անում, ասում այդ իցուրից կարող է 1-2 հավաքարար գա 1-1 չլիկ-պլիկ անի, հլի գնա, ու պահակներ են, վերջացավ։ 50 աշխատող է պահան։ Այս ինչ գումարներ, այս ինչ փողերա մախսավն այդ Ստեփանակերտի այրոպորտի վրա, որ այդտեղից այդպես էլ մի հատ սամալոտ օդ չհելավ։ Բանան վեկալ զանգի Արայիկ Հարությունին, ասա դնեմ վզիտ 9 վարդ։
Էս ինչ է։ Ինչ 50 աշխատող, էս ինչ է կատարվում։ Ես գրեք ձեր մոտ, գրեք։ Կոֆեն էլ խմեք։ Սերժ Ազատովիչ, ինչպես եք։ Չայ, կոֆե։ Ռոզիկ, կոֆե դուր։ Սենց մի հետաքրքիր բան աշխովը սգավ, ուզում եմ մի հատ զրուցենք մենք իրար հետ։ Ինչպես գիտեք, հարգելի ժողովուրդ, Սերժ Սարգսյանը անցնում է քրեական գործով, այն $1 միլիոն վարելիք, ընդամեն, այսինքն Սերժի վրա բան չգտան ընդամենը $1 միլիոն, մի կանեստը բենզին։ Ես էլ ասեցի, որ դա բաժանում ենք 10 տարվա մեջ, տարին դուրս է գալի $80,000, $90,000 չարաշահում, այդ մարդու ուրեմն սումփա, որովհետև արշակը $1 միլիոն մի օր ներվեգալում, այս մարդը $1 միլիոն կերել է 10 տարվա մեջ։ Ու գիտեք, որ ցուցմունք էին տվել այս գործով երկու հոգի, Սերգո Երիցյան, Սամվել Գալստյան, երկու անձ։ Ուր են այդ երկու անձինք, երկուսն էլ մահացել են կորոնայից։ Նաև դուք հիշում եք, կորոնայից մահացել է նաև Ռիտա Սարգսյանը, փակ դագաղով, խիստ ընտանեկան միջավայրում, կողմնակյան ձած մոտ նարգելվում է, Ռիտա Սարգսյանին տարան ասին Ալելույա։ Շատ հետաքրքիր բան է, ես ուզում եմ հասկանամ, Ազատիչ։ Քո բոլոր վկանները, ովքեր քո դեմ ցուցմունք էին տվել, մեռան։ Ես հետաքրքրվեցի, ասում եմ, ինչ թար այս մարդիկ մեռան։ Չար լեզուներն ասում են, որ թե Սերգոն, թե Սամվելը, եղմ ասած, խեղդվել են կոպիտահանչում, առաջացվել է թթվածնային քաղց արհեստական, այս մարդկանց մոտ, խառն են ժժնել են իրար, վարի են տվել։ Ես չգիտեմ, հիմա ասենք, թե լավ, մուտիտ են անում չար լեզուները, բայց ուզում եմ հասկանամ, սենց զուգադիպություն ո՞նց է լինում։ Ինչ, եթե մեռներ, խոսքի ունակ, մահանար, կուլտուրական ասենք, այդ երկուսից մեկը եւ մահանար դու, ես կասեի, կորոնա։ Բայց երկուսը մահացան, քո դեմ երկու ցուցմունք տվողները։ Քո կնիկներ մեռավ ծանր կորոնայից, այսպես ասած, բայց դու մնում ես։ Դա ոնց հալը։ Եկնային գրասենյակը չի ուզում Ազատիչի հոգին տանի բრძնենք։ Խնդրեմ։ Քրիստի Խալաջան ասում է, եկնային գրասենյակ ցանկություն չունի քո քիտուբերան տենալու։ Բադաժողովք։ Ասում է Ռիտան էլ ոչ դժողքում է, ոչ դրախտում է։ Անհայտ բացակայող։ Եկնային գրասենյակը հայտարարել է հետախուզում Ռիտա Սարգսյանի նկատմամբ չեն գտնամ։ Ոչ ընդեյա, ոչ ընդեյա։ Աղջու է կնիգը բա, սիրունը կնիգ էր։ Հա, չկո, հրեշտակներ մանենք, ասում է չկո, Ռիտա չկո, նեմա։ Ախես թե զուգադիպ, ես չգիտեմ, երևի մի տեսակ պարանոիկ եմ, բայց ես նման զուգադիպությունների չեմ հավատում։ Հասկանում ես, երկու ցուցմունք տվողներ եղան բիզիմդիր, դու մնացիր, կնիկը էլ եղավ բիզիմդիր, բայց են ասում է մենք տենց մարդ չենք ստացել։ Եկնային գրասենյակի կազմազորա ավակային վարությունում նման անձ չի մտել։ Մութա, շատ մութա։ Պարոն Աբազյան, միգուցե այս ուղղությամբ են դուք աշխատեք, որովհետև տարօրինակ բաները շատ են այդ երկրում։ Եվ ձեր հիմնարկությունն էլ սուս լուր նստածավ։ Մեկ այլ խայտարակություն։ Ուսուցչուհի։ Նորից ուսուցչուհի։ Անցած իմ հաղորդման ժամանակ ես շատ կիրթ, շատ մեղմ, շատ բարեհամբույր անդրադարձա Սուրեն Պապիկյանի կերպարի եւ իր տիկնոջը։ Առանց լուրջ վիրավորանքի։ Մի հատ թթու բառ ասել եմ աղջի։ Չէ։ Եթերից անմիջապես հետո մի հատ բոզի տղա
Դե կալ է զանգելա, են իմ տված հեռախոսահամարով, ասում է, անչի եք, ինչ ասե, վիրավորում Սուրեն Պապիկյանի տիկնոջը։ Չծնված երեխային ինչի եք բան ասում։ Ես չգիտեմ ով այդ բորնիկի վաստակը, ես ուզում եմ դրան հարց տամ։ Բոզի տաղա, որ դու զանգել ես արդ երկրից, Ռուսաստանից ես զանգել, որ մի քակի միջից ես զանգել, ու ասում ես, ինչի եք բան ասում հաղի կնգան։ Ղախպի սերունդ հել վեկալ արի, գնա այդ սելաֆանով պոստերի մեջ մի գիշեր քնի, բաց երկնքի տակ։ Էս էր քո դատապաշտպանը Սուրեն, ուսուցչուհին։ Դե բնականաբար մեր կուսակցությունում էլ նստած են եղել կուլտուրական մարդիկ, շատ կուլտուրական պատասխանել են, շատ կուլտուրական, ոսկեղենիկ հայերենով։ Ասում են տիպի, որ դաժե զանգողը տրուպկեն դրեց։ Ես արդեն պատկերացնում եմ, ինչքան գիրտ են պատասխանել, չափված, ձևած։ Ես սիրում եմ տես կուլտուրական մարդկանց։ Հիմա ինձ հասավ տեղեկություն, պարոն Աբազյան, որ այս կերպարը Ստեփանավանում գտնվող զորամասերից մեկը լիկվիդացրել, այսինքն զորամասը փակվել է եւ զորամասի տարածքը վերածվել գոմի։ Ես որքանով հիշում եմ, Ստեփանավանում տեղակայված են մեծամասամբ հակաօդային պաշտպանության զորամասեր, ՊՎՕ կամ ռակետներ։ Հիմա առաջանում է գեղեցիկ հարց, այս տեղեկությունը որքանով է համապատասխանում իրականությանը։ Մարդիկ գոռում, գոչում, պատրվում են, ասում են 100%-անոց ինֆորմացիա, զորամասը դարել է գոմ։ Ես այլևս չեմ կասկածում այս բոզի տղու վրա։ Ուղղակի ուզում եմ հասկանամ, դուք ազգային, այդ առողջապահության ագարկեն բուժ հիմնակներն անեմ բիզիմդիր։ Սա զորամասերն անեմ բիզիմդիր։ Են մի ղախպի տղեր, կրթական հիմնարկներն անեմ բիզիմդիր։ Այսինքն ինչ կա չկա, ծախելով, բլելով, ավիրելով գնում են, ապակա կա։ Բայց ուզում եմ հասկանամ, ես հիշում եմ, որ 90-ական թվականներին եւ այլն ամեն մի զորամասը, ամեն մի տարածքը, այն հին մարդիկ էլ եւս կհայտարարեն, կհաստատեն նաեւ ինչ ծանր ձևով հասել բանակին։ Ոնց են ամեն մի տարածքը Վազգենը, չգիտեմ, զավթում էր, ռեկետերանը, արգրավում են եւ այլն, որ այդտեղ զորամաս սարքեն, որ բանակ սարքեն։ Այս բոզի տղան դրանց զորամասերը վերածեմ գոմերի։ Ուզում եմ հասկանամ, կնի գտել գնալու է այդտեղ աշխատի կտվոր, ղախպի տղա։ Հա? Ասում են կնիգը մեղ կա, կնգան բան մի ասեք, ինչի։ Հարց եմ ուզում տամ, մի հատ ես կբացատրես, ինչի։ Երբ որ դու ես ուզում եմ դա բացատրել, հատուկ այն մարդկանց համար, ովքեր ասում են կինը մեղ կա, կամ չգիտեմ, սա մեղ կա եւ այլն։ Բանակը, երկիրը, անձը, չինովնիկը ում համար է թալանում։ Յանտանիքի, բնականաբար, որի մեջ մտնում է նաև կինը։ Եթե կինը նորմալ կինը լինի չասի, այ մարդ, էս ինչ ես անում։ Դու մի ժամանակ առաջ բոմժ էիր, հիմա տուն տան վրա, կապիտալի վրա, 4 հատ արդեն սեփական տուն ունենք, ավտոներ ունենք, վիլլեք ունենք, ես ունենք, որտեղից։ Երկիրը թալանելով։ Կնիկն էլ ուխայ անելով, փորը տնգած, Վարսավիրանոցից Վարսավիրանոց հայթան, պիզիկյուրից մանիկյուր աղջի, դու ասա, մանիկյուրից պիզիկյուր, մեքապ, ունք անել, պտուկ սրել, ծծե թարմացնել, ֆունդամենտ բարձրացնել եւ այլն։ Ում փողերով։ Բանակի։ Ռոզիկ ճիշտ է։ Դու դրա հետ լավ ծավոտ ես։ Ասում է այո։ Բայց հետևաբար, եթե լափը մեզ թալանը, դու էլ ես ենթարկվելու սեռական կտանքների եւ վիրավորանքների, ինչպես քո մարդը, որովհետեւ քո մարդն է թալանան։ Ես կհասկանայի, լավ, տուն չուներ, մի հատ տուն դեկալար։
մի հատ էլ դաչա ձեռք բերեցիր, մի հատ էլ ավտո առաջ, էդ էլ եմ հասկանում, նորմալ չորցնիմ, էդ էլ անտունելի, նախարար մարդ ես, ոչ մի բան չես ունեցել, մեկ էլ հանկարծ ավտո, տուն դաչա, բայց տներ, ավտոներ, միլիոնավոր դոլարներ եւ այլն, դա որտեղից։ Այն դեպքում եւ բայց եթե դու նաեւ քո թալանի հետ քո զորամասով զբաղվեիր, բանակով այդ աղբի սերունդ, ես կասեի մալադեց։ Բայց դու բոզի տղա ես։ Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ բացի բոզի տղա ալնելուց դու այդ մասնագիտության հետ ոչ մի առողջություն չունես։ Եվ հիմա ասում են զանգելա մի պորնիկի սերունդ, ասում է պեդոֆիլիա։ Բոզի տղեն բառը լսել է, պեդոֆիլիա, բայց չգիտի դա ինչ է։ Ասում եմ կրծքից պետք է սպերմ գա, ասում եմ դա պեդոֆիլիա։ Այդ անգրագետ հատ պիտի նայի։ Մարդիկ են անգրում են, երաբլուրի հաշվին թալանած գումարներով բերած այդ երեխան չի մարսելու, տականք, էդ էլ խոն ժողովուրդն ենք, բա ինձ պետք կա, որ մի հայր, որ մի ազգինա պետք քո երեխեն, շատ ճիշտ բան են ասում ժողովուրդ, էդ ժողովուրդ գրեցին, շատ ճիշտ, քեզնից ծնվածը քո նման բոզի տղա պիտի լինի, քեզնից ծնվածը արդեն տենալու է, որ պապան ծած ծնմա, ինչ կա չկա, թալն բերմա, որ ինքը կնիգը բրլյանտնի, ոսկեղենի և ամեն ինչի մեջ լինի և այլն։ Вообще-то մինիստրը չպիտի լինի ամուսնացած, իմ մոտ նման տպավորությունը, չինովնիկը չպիտի լինի ամուսնացած աղբեր, հայերի մոտ, որովհետև եթե ամուսնացած ա, եկ մի մասին բացարձակ չի մտածում, ծած ծնմա, ինչ կա չկա, ծորով, մանով, կտան տանում են։ Իմ մոտ արդեն նման տպավորություն է, դա համար սաղ Եվրոպայի ցիվիլ մեմ որ ասում են, տեսեք, չգիտեմ, Դանիայի, Ավստրիայի, Հոլանդիայի, պարլամենտ, կառավարություն, Շվեյցարիայի, ոչ մեկ ամուսնացած չի, ռուսները ձեռ են առնում։ Ամուսնացած չէ, որովհետև այդ մարդիկ իրենց կյանքը էությունը նվիրել են պետությանը, ոչ թե ռուսները եւ հայերը երկրի մերը շինելու, փառեն, կրպեն, չռեն տարեբի տակ։ Այն Կիսիլով, Միսիլով դրած բան չի ցույց են տալի, տեսեք ամբողջ պարլամենտը, չգիտեմ, Անգելան միակ էլ ամուսնացած չի, այս մեկն ամուսնացած չի, այն Մակրոնը երեխա չունի, էնի սենց, որովհետև իրանք նվիրել են իրենց պետությանը։ Այդ դուք էլ որ 10 հատ 20 հատ երեխա ունեք ու կնիկ ու քաձեր ունեք, դա մել Ռուսաստանի մերը սենց շինը պռում եք արևի տակ, թալանելով ու կեղեքելով։ Նույնն Հայաստանը մո։ Որտեղ մի հատ կնիկ են պահում, կնգավրից մի հատ են կնիկ պահում, կողից քաձեր են պահում, էս են պահում, այն բայց ծաղին պիտի պահես։ Պետք է թալնես, չէ՞։ Երեխեքա բջերը եւ այլն։ Այս վիճակն է։ Տեսեք սան ամուսնացած չեն։ Աշխարհով հեգանարում են մարդիկ, որոնք ընտանիք չունեն։ Որտեղ միակ նվիրել իրանք իրանք հայրենիքին, գաղափարին։ Որտեղ կրպեն։ Հիմա դու եթե վազգենը սաղ լիներ ուտենար քո նման պաշտպանության նախարար, Նիկոլի մամայի բերանը դրել էր, քոնն էլ հետը, ու նա մանավանդ երբ որ զորամասը վերածվում գոմի։ Ու վազգենը տենար հանկարծ իա զինվորը ցելոֆանով դիրքի մեջ, երբ բաց երկնքի տակ քննամա հողին։ Ասում եմ 97-8-9 թվին դաժե սենց բան չի եղել, իմ հետ ծառայած տղեկան, թող մեկը հլնի ասի, որ մեր զորամասից ինչ որ մի զինվոր Արդանիշի ջինի դիրքերում քնելա գետնին, չկա տես բան։ Որ այն թվեն ավելի որի վիճակի մեջ, դու հիմա զգում ես, որ դու աղբի սերունդ ես։ Դու հիմա զգում ես, որ սա Հայաստանի արուր զավակները պիտի դնեն քո կնգաբենի մեջ։ Եվ սրա մեղավորը հարգելի ժողովուրդ դուք եք։ Նամանավանդ այն մարդիկ, ովքեր որ ձայն են տվել սրած։ Մի հատ տեսեք դուք ում եք ձայն տվել։ Ավինյան, Սուրեն Պապիկյան, Սևուկ Ուլիկ Պորնիկ Բալիկ, Ռուստամ Բադասյան, Շիշ Պռնող, Աննա Բոլենիկ Չիչիլակի աղբեր, որ հելավացեց գմաները գննա առողջապահությանը։ Դուք հելմատ նայք, լուլու, ում եք դուք ձայն տվել, են իմբիցիլ դա թլսես դրեք, ձեր
Պարլամենտի նստածների քիթու բերաներին նայեք ու մենք դուք ձայն տվեք որ ասում եք Նիկոլ բա Նիկոլի կողիներին դուք չեք տենը ես որ հիմա ասես մեկ թերթամ եմ պարլամենտը ասես նայում ես ՀԿ-ի վաղտվա պարլամենտը եւ սրանց այ մարդ տենում ես ընդ բոլորը մտավորականներ էին սրանց համեմատ բոլորը մտավորականներ էին սկսած թողմախի մահերից շմայսից ու մանվելից Պարույս սերակ չարեց սրանց համեմատ բող ասեք ու ես տենում շիշ բռնող Չշիլակի, այդ Աննա Բոլենի աղբեր։ Սևուկ ուլիկ պորնիկ բալիկ և վեկալում համեմատում ես նախկին Արմեն Մուրադյան։ Համեմատ ես, չես համեմատ, բժիշկ մարդ, աստեղ բանը Դուբայից վտարված ագարկա, բացարձակ կապ չունեցող առողջապահության հետ։ Ու դες շարունակ։ Վեկալում նայում ես այդ թվերի Սերան Մուշերիչ ու հայմատում ես Սուրեն Պապիկյան այվրասմա չարիքի նվազագույնը թող որևիցե մի զինվորական կանի ասի Սուրեն Պապիկյանն ավելի լավն է քան Սերան Մուշերիչ դա Սերան դրեմ կա տես զինվորական որպես զինվորական որպես պրոֆեսիոնալ կադր ոչ մեկը իա տեղում չի ոչ մեկը Պարոն Աբազյան, ես ձեզ խորհուրդ կտայի, մի քիչ օրինակ վերցնեիք Կառլոսից, Գորիկից, նամանավանդ Կառլոսը մի գուցե շատ բարձր բան եմ ասում, պատալոկն է, գոնե Գորիկ, են գյորբեգյորը, մի քիչ այդ մարդկանց այդ չորությունը, այդ օպերատիվությունը, այդ դուխը, Քաշեք, էլի, բա դրեք, նայեք, դուք այդ ժամանակ աշխատել եք, ինչպիսի KGB-ի մինիստր էր Կառլոսը, անուն Գասպարյան Վովան, անուն լսում եք, կակում եք պատել, Գասպարյան Վովայի նման կադրը, Գորիկը, ձեր հիմնակությունը դրած մասնատում են, դուք ձեն չեք անում, ձեր աշխատողները չեն աշխատում, դուք ձեն չեք անում, վայ Ղազարյան, դուք էլ մի քիչ օրինակ եկալ եք Վովայից, Ես երբեք սա չէի կարա պատկերացնել, որ կարող է գա մի օր, որ ես նման բան ասեմ ուժայիներին։ Սա խատարակություն է։ Բարդակ։ Այսօր այսքանը։ Շնորհակալ